Փետրվարի 15-ին տեղի ունենալու Երկրապահ կամավորականների միության 10-րդ հոբելյանական համագումարը ԵԿՄ-ում ընթանում են նախապատրաստական աշխատանքներ։ Երկրապահ կամավորականների միությունն այս տարիների ընթացքում համալրվել է։ Սպարապետ ԵԿՄ հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանի ցանկությունն էր պատանի եւ երիտասարդ երկրապահ ակումբների ստեղծումը։ ԵԿՄ բոլոր կառույցներում կազմավորվեցին նման ակումբներ, որտեղ մանուկ հասակից երեխաների մեջ սերմանվում է հայրենասիրություն, կամք, արիություն։ Այսօր պատանի երիտասարդ երկրապահների թիվը գերազանցում է մի քանի հազարը։ Այստեղ 45-ից 50 պատանի երկրապահներ, ինչպես դուք նկատեցիք, բարձր պատրաստվածությամբ պատանիներ ունենք այստեղ, ակտիվորեն եւ մշտապես մասնակցում են երկրապահ կամավորականների կազմակերպված բոլոր միջոցառումներին։ Պատանի երկրապահները մասնակցում են ԵԿՄ ուխտագնացություններին Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրեր, Արցախ եւ ազատագրված տարածքներ, որոնց ազատությունն իրենց հայրերի, պապերի, իրենց մեծերի արյան գնով է ձեռք բերվել։ Ամեն օգոստոս ամսին բոլոր երկրապահները գնում են ուխտագնացության։ Ֆիզուլի, Հադրութ։ Երկրապահ կամավորականների միության Էջմիածնի տարածքային բաժանմունքի պատանի երկրապահ անդամներից է նաև Էջմիածնի քաղաքապետ, ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի նախագահ Կարեն Գրիգորյանի որդին, ով հպարտությամբ նշում է, որ ինքն էլ իր հայրիկի պես պատրաստ է երիտասարդ հասակից պաշտպանել հայրենիքը։ Պապաս 14 տարեկանից կռվել է Արցախյան պատերազմում, պապիս էլ Արցախի հերոս է, դրա համար էլ հիմա կանգնած եմ այս շարքերում։ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս գեներալ Մանվել Գրիգորյանի փոքր որդին թորնիկները պատանի երկրապահներ են։ Մյուս պատանի երկրապահների հետ հավասար ծառայում են հայրենիքին։ Գեներալի որդին հպարտանում է. Իմ անունը Վազգեն է, մեծանամ սպարապետ եմ դառնալու։ Իմ անունը դրել է պապան, սպարապետ Վազգեն անունը, պապաս էլ Արցախի հերոսը։ Պատանի երկրապահ ակումբների սաները ոչ միայն ֆիզպատրաստություն են անցնում, այլև սովորում են հայոց պատմությունը, ռազմահայրենասիրական դասեր, ինչպես նաև հաճախ հանդիպումներ են ունենում կենդանի լեգենդների, պատերազմի մասնակից հերոս հայորդիների հետ։